Երբ որ միջանկյալ ակտերին տես ճակերտավոր ասած թքած ունեմ, չեմ անելու, ես կարամ չեմ անում, դե կարում ես տիպի, դա վերջում վերածվում դրամական ավելի մեծ արտահայտության, որովհետև եթե օրինակ կատարվել այդ միջանկյալ ակտը, Ռոմանոսի լիազորությունները կասեցվեին, չթողնեին ինքը գործառույթ աներ, չմիջամտեին հետի գործունեությանը, արդյունքում վնաս չէր լինելու, վնասը լինելու էր 0 վնաս չկար, այսինքն դուք ասացիք, որոշում ընդունեցիք, կատարեցինք, բրծավ, խախտում չկա։ Հիմա ծանրացրին, այսինքն մի բան։ Էապես ծանրացրեցին։ Էապես, այսինքն այնտեղ միջամտում են մարդկանց աշխատանքին, որպեսզի պատկերացնեք, հեծը 2 լիցենզիա ունի։ Մի լիցենզիան այդ բաշխիչն է, որի շրջանակներում էս ամբողջ process-ը, բայց արդեն աշխատանքից հանում են մատակարարման լիցենզիայի շրջանակներում, պաշտոնատար անձանց, կոմերցիոն տնօրենի փոխում են, պայմանագրեր են չեղարկում, պայմանագրեր են իրացնում եւ այլն, այսինքն մենք ունենք մի հատ իրավիճակ, որտեղ ուղղակիորեն միջամտում են բիզնեսի մեջ, ընդ որում եթե տենց իրենց բարերով նայենք, այն առաջին կտորը, որ այ մենք հեսա բաշխիչ ցանցերում կոլապս ենք ունենում, սա չէ, ստեղել են միջամտում։ Ու այս ամբողջը, երբ որ մենք համադրում ենք ազգային ժողովում դեռևս օրենք չընդունված պայմաններում կառավարության ներկայացուցիչները սպառնում են մարդկանց գործից հանեն, դա այսինքն աշխատանքային օրենսդրության վրա էլ թքած ունեն, կարանք ում ուզում ենք կհանենք, ում չենք ուզում չենք հանի, այսինքն մենք մի հատ իրավիճակ է, որ այստեղ ոչ թե մենք խոսում ենք իրավունքի գերակայության մասին, այլ անձի անսահմանափակ իր կողմից իրեն տրված լիազորությունների, որը ակնհայտորեն հանցագործություն է։ Ընդ որում հիմա այդ մի կտորներ այդ հանցագործության մեջ ըստ էության հիմա ներքաշում են ՀԾԿՀ տնօրենին, նախագահին, ով ըստ էության կառավարության հանձնարարությամբ անկախ մարմին է ինքը։ Կառավարության հանձնարարությամբ նշանակում է ԿՊ-ական հետի կառավարիչ, ով իր հերթին հետո նշանակում է տվյալ անձանց։ Այսինքն այս ամբողջ process-ի մեջ մենք տեսնում ենք մի հոգի չի, 2 հոգի չի, բավականին մեծ քանակությամբ մարդկանց տարբեր ներքաշում են հանցագործություն անելու գործընթացի մեջ, որը մեկը որ վերջում արտահայտվելու է շատ մեծ դրամական որոշմամբ ի օգուտ համապատասխան, ասենք, ներդրողի։